Վերին լարսանցակետը հատելու իր հերթին է սպասում ավելի քան 1700 հայկական բեռնատար։ Պտուղ բանջարեղենով, ծաղիկներով, ձկով եւ այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում։ Սա ըստ Ռոսսելխոզնաձորի սովորական բուսասանիտարական հսկողություն է, բայց կառույցը նաեւ հայտնում է, որ նոյեմբերին Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի ու խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք է հայտնաբերվել։ Տեղեկացրել են Հայաստանի իրավասու մարմիններին, սակայն դեռևս տեղեկություն չի ստացվել կատարված ուսումնասիրությունների մասին։ Ռոսսելխոզնաձորի հրապարակած նյութերին էկոնոմիկայի նախարարությունում ծանոթացել են։ Նախարար Քերոփյանն ասում է, ուսումնասիրում են դրանք, որպեսզի հասկանան, թե որքանով է հայ տնտեսվարողի արտադրած ապրանքը անհամապատասխան այդ կարգավորումներին։ Քաղաքական տար էկոնոմիկայի նախարարն այս գործընթացներում չի տեսնում։ Մեր համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա հետ վերադարձում եւ հետո երկու օրվա մեջ եւս 35 մեքենա հետ վերադարձում։ Դա այդպեսի այն դեպքում, երբ որ մենք կարգավորումների եւ մատակարարների իրենց ապրանքների որակի մեջ որևէ փոփոխություն չի։ Քերոփյանի խոսքով Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում գործողություններ է սկսել խնդիրը լուծելու համար հրատապ խորհրդակցություն են հրավիրել։ Հասկանում ենք, որ էսմի շուկային եկամտաբեր է եւ քիչ ջանքով կարողանում են շատ ապրանք վաճառել, բայց դա նաև ռիսկային է, պետք է փորձել, ընդ որում ես այդտեղ չեմ ուզում ասել Ռուսաստան եւ այլն, ցանկացած պարագայում, եթե դու մեկ հոգու կամ մեկ երկրի հետ գործ ունես, այդ խնդրեմը կա։ Եվ այստեղ կա խնդիր արտահանման դիվերսիֆիկացիա եւ ցանկացած ընկերություն պետք է իր ընկերության մակարդակով դա անի։ Միաժամանակ Ռոսսելխոզնաձորը հայտնում է, որ սահմանի այս հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով։ Հայաստանից եկող բեռների ստուգման ու մաքսազերծման կանոնները չեն փոխվել։ Ի դեպ, երեկվանից երթևեկությունը բաց է միայն թեթև մարդատար եւ մարդատար տրանսպորտի համար։